Վիկտոր Համբարձումյան փողոցն է։ Մեքենաները փորձում են շրջանցել ամեն մետրին հանդիպող խոր փոսերը։ Գործն ավելի է բարդանում անձրևներից հետո, երբ փոսերը ջրով են լցվում։ Հենց այս հատվածով են վարորդները 90 օր շարունակ շրջանցելու Ավետիսյան փողոցն ու մտնելու Սարալանջ։ Ապրիլի 3-ից 3 ամսով փակվում է Ավետիսյան փողոցը Վաղաշյանի խաչմերուկից մինչև Փափազյան խաչմերուկ։ Այլընտրեք Վիկտոր Համբարձումյան փողոցը հիմա կկատարվի փոսելուծման աշխատանքներ են եղանակը։ Արևային լինի մի քիչ անձրևներ վերանան, մինչև փողոցը փակելը կողքի փողոցը Վիկտոր Համբարձումյանը ամբողջությամբ փոսելուծման աշխատանքներ կկատարվի, որպեսզի այդտեղով կարողանան երթուղեկել։ Մինչ քաղաքապետարանից սպասում են անձրևային սեզոնի ավարտին, տարածքի բնակիչներն իրենք են լցնում փոսերը։ Մեր զրուցակիցը, որ չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, փողոցում մի քանի փոս էր ծածկել։ Ծառաբեռնված փողոցի երթևեկությունը փոսառատ Վիկտոր Համբարձումյան տեղափոխելը ավելի մեծ խցանում է առաջացնելու, բայց վարորդներն անգամ տեղյակ չէին, որ Ավետիսյանը Սարալանջին միացնող հատվածը փակվելու է։ Տեղյակ եք, որ այս ճանապարհը փակելու են 90 օրով։ Ոչ։ Իսկ տարբերակ ունեք շրջանցելու։ Ոնց եք շրջանցելու։ Կշրջանցեք։ Խորհրդային շրջանից մնացած ջեռուցման ստորգետնյա համակարգերն են պատճառը, որ խաչմերուկից խաչմերուկ ընկած այս փոքրիկ հատվածը 90 օր փակ է լինելու, պարզաբանում է քաղաքապետարանի պաշտոնյան։ Ջեռուցման համակարգի խրամուղիները բավական խորությամբ, ռուսերեն ասված ցիկլոտրասաները, որտեղ անընդհատ փլուզումներ են կատարվում եւ դրա պատճառով հրատապ հիմնանորոգման հարց է բացվել այդ փողոցի վրա։ 173 միլիոն դրամ է համայնքային իշխանությունը ծախսելու վերանորոգման աշխատանքների համար։ Վերականգնման աշխատանքն իրականացնելու է Լևշին ընկերությունը։ Սեդակ Յուրեղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։